5 տեխնացու է առաջադրվել, ոնց է վարչության անդամ որպես ինչ ստանդարտներով եք առաջադրվել։ Հա, գաղտնի քվեարկությամբ ինչպես նախագահի տեխնացության Հարցնում եմ ձեր ընտրության հարցում ինչն է դեր խաղալու։ Բնականաբար իրենց հանձնառությունը մեր որդեգրած քաղաքական կուրսի սկզբունքների, այդ թվում նաև արժանապատվի, իրենց աշխատանքի արդյունավետությունը, մասնավորապես պարլամենտական գործունեությունում իրենց արձանագրած արդյունքները, օրենսդրական նախաձեռնությունները, ազգային ժողովի աշխատակարգի առհասարակ շրջանակներ իրենց ցուցաբերած վարքը, այդ թվում է բարեվարությունը։ Ես անձամբ այդ չափորոշիչներով եմ շարժվում։ Պարոն Պետրոսյան, ՍԴ-ում վիճարկվում է ընտրությունների արդյունքները, բայց դուք արդեն պաշտոններ եք վաճառում։ Գուցե սպասեիք ՍԴ-ի վճռից հետո այդ ամեն ինչ։ Կյանքը չի կարող կանգ առնել մեր երկրում, քանի դեռ վիճարկվում է։ Մենք շարունակում ենք Իհարկե հարգում ենք, ամենայն հարգանքով բարձր դատարանի լիազորություններին, բարձր դատարանի լիազորությունները իրացնում, մենք մեր քաղաքական գործունեությունն ենք իրականացնում, երբ կունենանք կոնկրետ վճիռ, ապա կգործենք ելնելով այդ վճռի տրամաբանությունից եւ պահանջներից։ Տպավորություն է, որ իշխանությունները 100%-ով գիտեն ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու, դրա համար արդեն այս գործերը առաջ են գցում։ 100%-ով ոչ ոք ոչինչ չգիտի, ես իմ անձամբ եմ ասում, եթե այդ իշխանություն լինեինք, վաղուց սահմանադրական մեծամասնությունը նկարած կլինենք, բայց ինչպես գիտեք, նույնիսկ շատ ասենց վիճահարույց, այսպես ասած, իրավիճակներ հասունացան, որը ընդդիմությանը տարավ սահմանադրական դատարանի դուռը։ Մանդատներն եք գողացել։ Այդ մասով մեկնաբանություն չունեմ տալու, ավելին քան անհրաժեշտ է արդեն հնչել են մեր կողմից մեկնաբանություններ։ Ինչ որ քվոտայի խնդիր կա, որ սերից կլինի, թե ուղղակի մեկին է ընտրելու վարչության յուրաքանչյուր անդամ։ Չէ, մեր այս պահին արձանագրված ԿՀ պաշտոնական տվյալներով 3 փոխնախագահներից մեկը անդիմության ամենամեծ խմբակցությանն է հասնելու, մյուս երկուսը մեզ, եւ այդ տրամաբանությունից ելնելով մենք 2 տեխնացու պիտի առաջադրենք, բայց գենդերային չափորոշիչ այս դեպքում չենք սահմանել, ինչը որ կարծում եմ տեղին է, որտեղ արդեն ավելին քան գենդերային մոտեցումը մի անդամ Չէ, եկեք ընտրակարգի մեջ չխորանամ, բայց որևէ չափորոշիչ սահմանված չէ, որ անպայման 2 սերից լինեն, այո, այդ չափորոշիչ սահմանված։ Խնդիրը դու հարց տվել ես արդեն, խնդիրն ինչու՞մն է, որ փակ գաղտնի է քվեարկությունը։ Հնարավոր է թիմի ներսում դա ինչ որ խժդժությունների տեղիք տա, դրա համար է փակ գաղտնի ձևով կատարում ընտրությունը, որովհետև մնացած բոլոր դեպքերում դուք խոսում եք թափանցիկության մասին, բայց այստեղ նաև ընդամենը 10 հոգու քվեարկություն չի հաղորդում, թե ով է օրինակ քվեարկել Ռուբեն Ռուբինյանի օգտին են 5 Ալես Սիմոնյանի, մյուս 5-ն էլ Հայկ Կոնջորյանի։ Ինչն է խնդիրը։ Տեսեք, ասեմ, որ մեր ներկուսակցական ժողովրդավարական այս գործիքակազմերը մենք արդեն երկար ժամանակ, այսինքն կուսակցությունը հիմնելուց ի վեր օգտագործել ենք եւ վերջին ամենաթարմ օրինակը մեր ռեյտինգային ընտրակարգներ, որ ընտրեցինք նաև վարչապետի մեր տեխնացուին, դա եւս փակ գաղտնի է իրականացվել եւ քանի որ վարչապետի տեխնացուին մենք ընտրել ենք փակ գաղտնի ընտրակարգով, ապա տրամաբանությունը հուշում է, որ բոլոր պաշտոնները կընտրենք պաշտոնի տեխնացուին կընտրենք փակ գաղտնի ընտրակարգով։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, կներեք, հեծում աշխատանքային ժամը քանիսին է ավարտվում։ 5:30 Նարեկ ջան, 17:35։ Եվ կարող եք Բայց 10 րոպեում կարող ես վարչական ակտով նշանակված պետական գործիչ եմ եւ իմ աշխատանքը հեծում նորմալորված չի, ես հեծում աշխատում եմ 24 ժամ բարի ուղիղ իմաստով։ Եվ 24 ժամ աշխատանքի արդյունքում օրինակ Շենգավիթում տարբերաբար հոսանքազրկումներ լինում։ Հոսանքազրկումները ամբողջ աշխարհում լինում են Նարեկ ջան։ Հարցից տամ եւ երբ զանգում են Կոնջորյանը գնաց, երբ զանգում են, ասում են, որ վթար է եղել, այսինքն այդ ինչ համակարգեր են, որ անդադ վթարվում են։ Այո, ցավոք պիտի նշեմ, որ այո, շատ վատթար եւ խեղված էներգահամակարգ ենք ժառանգել եւ մի կերպ սպասարկում իրականացնում ենք միջև կապիտալ խոշոր ներդրումային ծրագրերը կյանքի կոչվեն եւ էներգահամակարգի վատթար վիճակը շեշտակորեն բարելավենք։ Լավ օրից չի։ Ներդրում անելու թե մասնավորը։ Դա արդեն պետականացման վերջնական ավարտից հետո པարզ կլինի վերամասնավորեցման դեպքում մասնավորը, պետականացված մնալու դեպքում պետությունը գուցե կոնցեսիոն կառավարման տվի եւ կոնցեսորը նաեւ ներդրում էր արվի։ Քննարկում մասնավորների հետ։ Այս պահին չէ, այս պահին նման քննարկում չկա։ Պետականացումը չի։ Բավականին ինտենսիվ առաջ է մաղվում process-ները, շատ շուտով հուլիսի կեսերին արդեն կառավարությունը որոշում կընդունի հանրության գերակա շահ ճանաչելու, որին կհաջորդեն արդեն շուկայական արժեքի գնահատում եւ փոխհատուցում։ Շնորհակալ եմ։